Փառք Տիրոջը։ Այսօրվա մեր պատգամը, որ սրտից դրված է ձեզ հետ միասին կիսվել, մի քիչ տարօրինակ վերնագիր ունի, բայց հետո կհասկանանք, թե ինչու է միտքը այսպես։ Մենք էլ էինք խակ մի ժամանակ, մենք շտապեցինք։ Բայց խոսքը վերաբերվելու է հավատարմությանը, թե ինչ կապ ունեն սրանք իրար հետ, փորձենք հետո մի քիչ հետո սրա մասին բացատրել։ Ուրեմն տարիների ընթացքում մարդը սկսում է շատ բան սովորել։ Համաձայն եք, որ տարիները մարդուն սովորեցնում են։ Ավելի են զգաստացնում, ավելի ողջահոգ են դարձնում։ Իհարկե ոչ բոլորին, բայց մեծամասամբ այո։ Մենք շատ բաներ սովորում ենք Աստծո խոսքից, ամենակարևոր ֆունդամենտալ բաները։ Չէ՞ որ Սաղմոսն էլ ասում է, որ Տեր քո խոսքն իմ ոտքերին ճրագ է եւ իմ շավիղներին լույս։ Այդ խոսքը դարձնում է մեզ զգուշ, որովհետեւ մենք ճիշտ վարվենք, ճիշտ շարժվենք։ Շատ բաներ մենք սովորում ենք ուրիշների կյանքից։ Պատահել է, որ քո հարևանի սխալից դու բան ես սովորել։ Ասել ես, դες ինքը այսպես արեց, ես ուրեմն էլ այդպես չեմ անի։ Մենք կարող ենք շատ բան սովորել մեր անձնական սխալներից։ Հիմա ես չեմ ասում, թե մեր սեփական սխալները ես իմ իրանցից ինչքան մեծ իմաստություն են պարունակում, հարցը դրանում չէ։ Մենք դրա համար շատ թանկ ենք վճարում, որի պատճառով այն սկսում ենք չմոռանալ երբեք։ Մենք որ 10-րդ դասարանում էինք սովորում, մի անգամ մեր քիմիայի ուսուցիչը բերեց դասարանում քիմիայի փորձ կատարեց 10 նատրիում եւ կալիում ակտիվ մետաղներ են, չէ՞ դրանք կոչվում։ Այդ մասին էր։ Վերցրեց մի կտոր կալիում, ցես փոքրիկ էլի, գցեց ջրի մեջ, շատ դումփ տրակվով։ Ինչ։ Նատրիումն էլ կալիումն էլ, երկուսները այդ երկուսից քսել եմ իմ գրպանը, ես եմ բարվետ դուք եք ասում։ Նատրիումն էլ կալիումն էլ փորձը կատարեց, հետո երկու հատ բան կատվեց սերներս մի կիլանոց, կերոսինի մեջ այդ նատրիումի կալիումի կտորներն էին։ Ասես կտանեք 10B։ Աշոտը, աֆրիկյան աշոտը մեր ամենաճարպիկ դասարանցին էր, վերցեց, բանկեն բացեց, սկսեց մարդը մի կտոր բաժանել։ Երկու հատ լավ կտոր ես վերցի, փաթը թղթի մեջ դրեցի գրպանս։ Ասի տանեմ, հետո փորձ կատարեմ։ Բայց չէի ամփերում։ Մյուս ժամը մաթեմատիկա էր, ասի փախնեմ, ելա որ փախնեմ, մնացականը ելավ դեմս հետ դարձա, չկարացա։ Բայց մեր սովետականի Սարգիսն փախավ, ասրեց փախնել։ Հիմա նստել եմ անամփեր սպասում, թե երբ վերջանա, դասը երբ վերջանա, ուրեմն այդ նատրիումը գրպանից մեջ սկսեց չորանալ, ներծծվեց շալվարիս մեջ, հետո սկսեց կամաց օդի հետ շփվելով ակտիվանալ։ Մի ակնթարթ զգացի, որ կրակը բռնկվեց ոտերիցս ու ասես փոցը տվեց վերև։ Ելա չգիտեմ ես ինչ անեմ, ոնց խփում եմ, հիմա կպելա մսիս, բտելա մեջը, վարվե։ Հիմա չի էլ փոկվում։ Դասարան երեխեքը հայկը մյուսները թափանել, ղազանով ջուր բերեն, որ շփենի վրա բանացանել, դե բայց ջուրը ոչպես ավելի վատ։ Դադրում ես ջրից ակտիվանում։ Վերջը մի կերպ քաշմեն շալվարս որ հանեն վրիցս ռեմենը թարսել են չէին կարում, ուզում էին օգնել, չկարողացան։ Վերջը վարվեցի։ Տարան հիվանդանոց, գյուղի հիվանդանոցն էր։ Այդ բուժակ կար։ Ինքը որ տեսավ, ասես աշկերը կլորացավ, ասից արագ բերեք այս վերքը մաքրեք։ Վերեսին մեջ ջրով լավ լվացին, նոր զանգեցին շտապօգնություն, ասեցին քիմիական այրվածքով երեխա կա, աշակերտ կա, ինչ անենք, ասացին հանգարց ջուր չկպցնեք վերքին։ Ինչ ջուր չկպցնեք, արդեն մի հատ էլ երկրորդ ռեակցիան տվեցին։ Իմ ոտքից միսը այսքան խորացավ։ Բերևասկանորս քաշմին միսը բողոքում ելնում էր այրված։ Լավ է, շատ մեծ վտանգավոր բան չեղավ, բայց
ես իմ բոլոր ուսուցիչներից ավելի լավ սովորեցի ինչա նշանակում նատրիում։ Իրենք կարող են մոռանալ նատրիումի մասին, ես չեմ մոռանում։ Այդպես էլ չեմ մոռանա մինչև մա։ Գիտեք ինչու։ Թանկ վճարեցի ես դրա համար։ Բայց այնից դաս սովորեցրեց։ Հետո տարիներ շարունակ պատմում էին ուրիշ դասարանի երեխեքներին, թե էս բան չանեք, 10-րդ դասարանի այս երեխեքը գողացան դատրումը եւ այս փորձանքին հանդիպեցին։ Իսկ մեր Սարգիսը որ փախավ, ոտով այստեղ է սովետական էր գնում, այդ մի կռուկա սովետականը մեր գյուղի, ասма, մատ ավտոբուս եկավ կողոս անցավ, որ այդ գրուշիչելի ծուխը փչեցին վրա, ինձ թվաց թե այդ ծուխն է տակացրեցին ինձ, դու մի ասա, այս կաշումի կողքի գրպանակս է, դու մի ասա, կպելա վարվում է կաշումը, անդամները դաշտից ասում են վարար, դարոտինամ ես եմ վարվում, կաշումս հանեցի մցրեցի կողքը առուր կար ջրի մեջը, մնացած էլ ջրի մեջը վարվա։ Մի խոսքով մենք շատ հրաշալի սովորեցինք այդ առարկան։ Սովորեցինք ինչ-որ մի բան, բայց վնաս կրելուց հետո եւ դրանք շատ ավելի թանկ արժեցան մեր համար, որի գինը վճարելու մենք ձեռք բերեցինք ճիշտ վերաբերվել քիմիական նյութերի հետ։ Հիմա ես ուզում եմ ոչ թե մեր падգամը ինչ-որ մեկին դատի, նսեմացնի, ծանր թեթև անենք ուրիշներին սխալ ու ճիշտ անելու, այդ չէ, որովհետև որոշ հարցեր կշոշափենք, խնդիրը դատելը չէ, խնդիրը երևույթների վրա կառնենք, որ այդ երևույթները ուսումնասիրելով մենք գանք ճիշտ պատասխանի, որ մենք ճիշտ վերաբերմունք ունենանք ոչ միայն քիմիական նյութերի, այլ ամեն ինչի նկատմամբ։ Հիմա հարց տամ. կարող է մարդը անկեղծ լինել, բայց սխալվել։ Թե անկեղծ մարդիկ չեն սխալվում։ Սխալվում են, ինչու՞ չէ։ Մարդը ասում շատ սիրել, բայց շտապել։ Կարող է։ Կարող է մարդը ծառայություն ունենալ եկեղեցում, բայց դերևս լինի խակ։ Խակ չեմ ասում բութ առումով, այլ դերևս լիարժեք հոգևոր կյանքի մեջ չհասունացած։ Դուք լավ իմաստով հասկացեք։ Կարող է մեկը ունենալ եկեղեցում իշխանություն, իրավունք, ծառայողական իրավունք, որը մյուսներից բարձր է ինչ-որ հարցերում, բայց հասունություն չունենալ։ Եվ ամենամեծ դժբախտությունը այն կլինի, որ այդ իշխանությունը հետո կարող է օգտագործվել այնպիսի բաների վրա, որի հետևանքները տարիներով էլ չկարողանան մարդիկ մոռանալ ու մաքրել։ Այսինքն եկեղեցու ծառայողներն էլ պետք է դառնան հասունացած, որովհետև քո ծառայության աճ ու ձախից ոմանց նույնիսկ անգամ ապրել մեռնել է կարող է կախված լինել, որովհետև քո սխալից կարող են գայթակղվել ու հեռանալ Աստծուց, կորցնելով նաև հավիտենական կյանքը։ Այսինքն մենք պետք է զգուշ լինենք, որ մենք մեր քայլերի համար պատասխանատու ենք դառնալու Աստծուն։ Հետո կանք կառնենք։ Երեխային չեն մեղադրում այն բանի համար, որ երեխա է։ Երեխան երեխա է, ունի երեխայական հատկանիշներ։ Որ երեխաները դու մենք նույնը չենք։ Երեխա դմպ էտա երեխեքին։ Բայց անընդհատ դες չեն մնում։ Երեխաները աճում են։ Պողոս Արաքյալը գրում է, որ երբ երեխա էի, երեխայի պես էի խորհում, երեխայի պես էի վարվում։ Իսկ երբ այր մարդ դարձա, մեծացա, երեխայական բաները մեկդի ձգեցի։ Այսինքն էլ այդպեսի երեխայական բաներ չէի անում։ Ծիրանը, մինչև հասուն ծիրան դառնալը ծաղիկ է։ Այդ ծաղիկը հետո փոշոտվելուց հետո դառնում է շատ փոքրիկ կանաչ մի լուցկու հատիկից փոքր մի բան։ Հետո մեծանում դառնում է ցոգոլ։ Ցոգոլ արդեն կարելի է ուտել։ Ոմանք շատ են սիրում ցոգոլ։ Կերեք ցոգոլա, բայց ցոգոլը ծիրան չէ դեռ։ Կարող է համովա դուրա գալիս քեզ, բայց այն երբ որ դառնա լրիվ հասուն ծիրան, նոր դու ծիրանի բույրը կզգաս, համը կզգաս, քաղցրությունը կզգաս։ Նրա մեջ այդ օգտակար այդ վիտամինները, այդ հատկանիշները լրիվ կբարելավվի, բայց պետք է հասունություն։ Ուրեմն այստեղ խնդիրը մանկությունը չէ, այլ երբ որ մարդը մանկահասակ է հոգևոր առումով, բայց սկսում է որոշումներ կայացնել եւ այն էլ չկշռադատված։ Սրանք անկարծ կարող են բերել վատ հետևանքների։ Առաջի Տիմոթեոս 3:6-ն ասում է. Եպիսկոպոսը նորահավատ չլինի։ Դե եպիսկոպոս, ես ինչ
շատ մեծ տարբերություն չկա երեցի եպիսկոպոսի մեջ, եպիսկոպոսը ավակ երեցն է։ Երեցների միջին մեկը, որին ընտրել են որպես ավակ։ Ինչու նորավատ չլինի։ Գրված է, որպեսի հպարտանալով սատանայի դատապարտության մեջ չընկնի։ Այսինքն նորահավատը առաջ Տիմոթեոս 3:6-ում կարող է գոռոզանալ, հպարտանալ իր մանկահասակության պատճառով, երբ որ նրան տալիս են այնպեսի մի հատ դիրք եկեղեցում, որի աճ ու ձախը կախված է իր խոսքից եւ իր որոշումից։ Ուստի յուրաքանչյուր մարդ կլինես ձեր ընտանիքի ավակը, կլինես եկեղեցում որևէ պարտականություն կատարող, տասնյակ սարկավակ, երեց, չգիտեմ, ուզում ես դարձի Ռոմի պապ, դու պետք է հասկանաս, որքան մեծանում է քո պաշտոն ծառայությունը, այնքան մեծանում է քո պատասխանատվությունը։ Տեսեք, մենք կարող ենք օրինակ հավաքվել միասին, քննարկել, սխալ բան չէ որևէ բան քննարկելը, աղոթել դրա համար շատ ճիշտ է, քվեարկել, պատահում է որ ասում եք, ովքեր են համաձայն, տեսնեք դուք համաձայն եք, սա այսպես անենք։ Տեսնում ես բոլորը միաձայն ասեցին համաձայն ենք, որոշում կայացնել, նույնիսկ ընդհանուր բոլորը միաձայն որոշեցին, որ այդպես անենք։ Հանկարծ կարող եք այդքան բան անել ու դա Աստծո կամքը չլինի։ Այդքանով հանդերձ նաև վրիպել։ Այո։ Հիմա կասեք ոնց միաբան որոշեցինք։ Ծերակույտն էլ միաբան որոշեցին Քրիստոսին մահվան դատապարտել։ Միաբան որոշեցին, որ այս մարդը մահապարտ է։ Եվ պահանջեցին Պիղատոսից խաչը բարձրացնել։ Խնդիրն այն չէ, որ մարգարեական գրքերը կատարվում էին, քահանապետը մարգարեացավ, թե մի մարդ պիտի մեռնի ազգային, խնդիրը դա չէ, բայց նրանք իրենց արարքների համար պիտի կանգնեն Աստծո դատաստանի առաջ։ Ոչ թե որ մարգարեությունները կատարվեց, այլ իրենց արարքները, որ այդպիսին էր, սխալ էր ու դաժան էր։ Անաչառ չէր։ Կողմնակալություն կար, խանդ կար, չարություն կար դրա մեջ։ Այո, Հուդան մատնեց Քրիստոսին, բայց Հուդայի մասին Քրիստոսն ասաց. մարդի որդին պիտի գնա, ինչպես որ գրված է նրա մասին, բայց վայ նրան ում ձեռքով կգնա։ Այսինքն, այստեղ Հուդային ոչ մի անգամ չերաշխավորեց, որ Հուդայի համար լավ կլինի, նա գեղեցիկ բան կատարեց, մարգարեությունները կատարած։ Ոչ, նա իր արարքի համար պատասխան պիտի տար։ Եվ պարզ գրված է Հուդայի համար Տեր Հիսուսի աղոթքի մեջ Հովհաննես 17-րդ գլխում, որ աղոթում ասում էր Հայր, այն ամենը, որ ինձ տվեցիր, նրանցից ոչ ոք չկորցվեց, բացի Կորուսյան որդուց։ Կորուսյան որդին Հուդան էր, որը առաքյալ էր։ Բայց տեսեք, որ այդ քվեարկել քննարկելը անպայման նորից ճիշտ է, որ բերել Աստծո լույսին շատ անգամ խնդրելով, համոզվելով, որ դու չես սխալվում։ Մանավանդ եթե դրանք լուրջ բաներին են վերաբերվում։ Գործք առաքելոց 15:28-ում կարդում ենք մի հետաքրքիր խոսք։ Այդ ժամանակ հեթանոսները, որ դարձի էին եկել արդեն Քրիստոսին, դարձի են եկել իրենց հեթանոսական սովորություններից, կռապաշտություններից, անբարոյականություններից, ինչ որ կար այն ժամանակ հեթանոսության մեջ։ Նրանք դեռ չգիտեին Աստծո ճշմարտությունը։ Լավ, հավատացինք, որ մենք մեղավոր ենք, Քրիստոս մեր համար մեռավ, բայց դրա խորությունների մեջ դրանք դեռ չէին խորացել։ Ինչ է նշանակում Աստծո խոսք, պատվիրաններ, հազար մի պատվիրաններ։ Մենք քանի տասնյակ տարի դրա անդադ խոսում ենք, խորանում ենք, ելի լիքը ու չենք ասել վերջին։ Բայց նրանք միանգամից որտեղից պետք է ընկալեին այդ ամենը։ Եվ տեսեք ինչ տեղի ունեցավ։ Գրված է, որ Սուրբ Հոգուն եւ մեզ հաճելի թված ավելի բերջ դնել նրանց վրա, քան 4 բան. հեռու մնալ կուրքերի զոհերից, հեռու մնալ արյուն ուտելուց, հեռու մնալ խեղտամահ արվածից, խեղտված անասուն, սատկած անասուն ուտելուց, հեռու մնալ պոռնիկությունից։ Եվ ասում է, այս 4 բաները, որ անեք, լավ կանեք։ Հետաքրքիր է, մի ամբողջ հեթանոսական գյուղեր էր, քաղաքներ էր, թե ժողովուրդ էր։ Սուրբ Հոգուն էլ հաճելի եղավ ավելի բերջը դնել իրենց վրա։ Այլ սրանից թող սկսեն, այս կարևոր 4 բաներից հələ որ հեռու մնացեք, եւ որ կամած սկսեք հասունանալ, մյուս բաներն էլ ձեզ կսովորեցնեն եւ դուք նրանք էլ կսկեք անել ու
հաջողվել դրանում։ Այսինքն հասունացումը պետք էր թե ոչ, պետք էր։ Եվ հետաքրքիրն այն է, որ այստեղ գրված չէ, որ մենք որոշեցինք եւ Սուրբ Հոգուն հաճելի եղավ։ Սուրբ Հոգին ինքը որոշեց եւ նրան հաճելի եղավ, որին նաեւ հավանություն տվեցին առաքյալները, որ այսպես անելը ճիշտ կլինի։ Եվ գրած է Սուրբ Հոգուն եւ մեզ հաճելի եղավ։ Ուրեմն նախ Սուրբ Հոգին, հետո մենք։ Նախ Աստծո խոսքը, հետո մենք։ Նախ Քրիստոս, հետո մենք։ Եվ ոչ ոք թող չփորձվի իրեն Քրիստոսի տեղը դնել։ Ոչ ոք թող չփորձի, դա կլինի հովիվը եկեղեցու, դա կլինի եկեղեցու խորհուրդը, դա կլինի որևէ երեց, եպիսկոպոս, կաթողիկոս, ինչակոս, որ ուզում եք ասեք, նրանք բոլորը իրավունք չունեն Քրիստոսի հեղինակությամբ հանդես գալ Աստծո ժողովրդի առաջ։ Ինչ էլ որ մենք անենք, պետք է Քրիստոսի հեղինակությամբ բերենք եւ նրա խոսքի համաձայն։ Ես չեմ լսել այդ բառերը։ Մի եղբայր պատմեց, ասում է համացանցով նայում էի մեկի ծառայությունը եւ ամբիոնից խոսում էր հենց իրեն լսող ժողովրդի հետ եւ ասում էր դուք Քրիստոսին եք ուզում տեսնել, ահա Քրիստոսը ձեր մեջ կանգնած է, ել ինչ եք ուզում։ Կամ Աստվածաշունչ կարդում եք, որ ինչ, ես ինքս Աստծո կենթանի խոսքն եմ ձեր մեջ։ Որ ինձ ասեց, ես օբշեցի, ասեցի, ինչպես կարող է մարդը կանգնել ամբիոնի մոտ ու համարձակ այսպիսի բաներ ասել։ Սա չի նշանակում, որ դու ավելի հասունացած մարդ ես, ուզում ես անունդ ինչ ուզում ես դիր, ինչ ծառայողական կամ պաշտոնի։ Դու դեռ խակ ես ու քեզ քո հետևից եկող ժողովրդին դու չես տանում դեպի լույսի եւ ճշմարտության, տանում ես անդոնդ։ Ինչու՞։ Որովհետեւ դու ավելի մեկի տեղը դրեցիր քեզ, քան դու կայիր։ Հասկանալի է։ Իսկ այդ դեպքում դու թույլ ես տալիս ամենամեծ սխալները։ Ու չես էլ հասկանում, որ այն որքան ահավոր է։ Ուրեմն շտապողականությունը նույնպես վտանգ է ներկայացնում իրենից։ Հիմա կարող ենք մենք մի ժամում մի հատ որոշում կայացնել, հետո դրա հետևանքը կրենք 25 տարի։ Թե ինչու 25 տարի, կասեմ։ Կարող ենք մի նախադասություն ասել մի վայրկյանում կամ մի քանի վայրկյանում եւ մարդու սրտում մնա իր ամբողջ կյանքի ընթացքում մինչեւ խորը ծերություն չկարողանա մոռանալ քո ասած այդ վիրավորական խոսքերը։ Սրանք հնարավոր են։ Ուստի խոսելուց առաջ մտածի ինչ ես ասում։ Հիշի, որ քո դիմացում մարդ է կանգնած եւ այդ մարդը քեզնից ավելի պակաս մարդ չէ։ Այստեղ ծառայական աստիճաններ ոչ մի գրամ նշանակություն չունեն մարդու արժեքի վրա։ Բոլորն էլ Քրիստոսի արյամբ գնված Աստծո ժողովուրդ են։ Ուստի Քրիստոսի արյան գինը հասկանալու ճիշտ վերաբերվի նաև նրա արժանինքները չոտնահարելով։ Այսինքն կշռադատված եւ վախը սրտումդ։ Մարդուն կարող ենք նա ծառայական ժողով անել, հեռացնել ծառայական որևէ աստիճանից, բայց հետո երբ որ մենք զգանք, որ սխալ ենք, նրա ամբողջ կյանքում էլ չկարողանաս վերականգնել։ Ես բազմաթիվ անգամ կանգ եմ առնել, որ մարդուն կարող են խայտարակ անել եկեղեցում, համացանցով աշխարհով մեկ, խայտարակ անել մարդուն, որ պետք չէր այսպես վերաբերվել։ Այնպես որ կարծես այդ մարդու համար ոչ փրկություն գոյություն ուներ, ոչ փրկագնություն գոյություն ուներ, ոչ Քրիստոս գոյություն ուներ, միայն դատապարտություն։ Հետո այդ մարդը ապաշխարելով ուզում է վերադառնալ, Աստված կների, բայց մարդը չի ների։ Աստված կմոռանա, ասում է մոռացա, արևելք արևմուտքից ինչքան է, այդքան հեռացրի ձեր անցանքներն ու մեղքերը, բայց մարդը ամբողջ անգամ մատը կդնի, կասի, բայց դու էս մարդն ես։ Ինչու՞։ Որովհետև կատարվեց խակ որոշում։ Խակ։ Արեցին մի բան, չմտածելով, էս ինչ արեցինք այս մարդու գլխին։ Էս ինչպես վերաբերվեցինք նրան։ Իսկ դուք ուզենայիք, որ քո հետ այդպես վերաբերվեն։ Վստահ եմ, որ չէիր ուզենա։ Դրա համար այն ոսկե օրենքը, որ կա ավետարանում գրված, ինչպես որ կուզես մարդիկ ձեզ անեն, դուք էլ այդպես արեք նրանց։ Եթե սա դառնա մեր չափանիշը մոտեցման մարդկանց, մենք ճիշտ կվարվենք։ Իսկ երբ խոսքը վերաբերվում է բաժանություններին, եկեղեցին կարող է բաժանվել։ Իսկ լավ եկեղեցին կարող է բաժանվել։
ուժեղ հովիվ ունեցող եկեղեցին կարող է բաժանվել։ Ես կասեմ այո։ Եվ դա առաջի դարում տեղի ունեցավ Պողոս առաքյալի ժամանակաշրջանում։ Բայց ասեմ ինչից է սկսվում բաժանությունը։ Բաժանությունը երբեք եկեղեցում մարդկանցից չի սկսվում։ Սկսվում է մի քանի անհատներից։ Մի քանի անհատներ, որոնք ինչ որ հարցերում դժգոհ են կամ ինչ որ դիրք են ուզում, որը իրենց չի տրամադրվում, եւ սկսում են մարդկանց մեջ պղտորել սրտերը առաջին հովվի նկատմամբ, որպեսզի կասկածամտություն ունենա, որտեղ ես ինչ հովիվ ա, որ բարրադի հովիվ ա, վախկոտ հովիվ ա, կամ չգիտեմ ինչ հովիվ ա, ու սկսում են թերագնահատել, որպեսզի մարդկանց հավաքագրեն իրենց շուրջը, եւ դա մասամբ հաջողվում է, որը իր հետ բերում է նաեւ այդ վերաբերմունքը։ Եվ գիտեք, բաժանության այդ վիճակը կանցնի ընտանիքներով, եկեղեցիների միջով, քաղաքների միջով, նույնիսկ սերունդների միջով։ Ահա այսպես առաջացան այսքան հարանվանություններ երկրագնդի վրա։ Ամեն մեկը մի նոր բաժանումից, ամեն մեկը մի նոր ըմբոստությունից, որովհետև այստեղ մարդիկ ինչ որ մի բան ուզեցին փոխել հասկանալ, բայց ամենակարևորը չգնահատեցին, բայց մենք վերածնված մարդիկ ենք, Քրիստոսով եղբայրներ եւ քույրեր։ Սա ամենամեծ բանն է, որը մենք ունենք։ Մնացածը երկրորդը սրա հետևանքներն են։ Եթե կան սխալներ, նրանք կարելի է հղկել, ուղղել, բայց երբ կո ժառանգությունն ես վնասում Քրիստոսով, որ մենք ունենք իրար նկատմամբ, մեր բարեկամությունը, մեր եղբայրությունը, այն հնարավոր է ել դու չկարողանաս վերականգնել։ Եվ կանցնեն տարիներ ու հանկարծ դու սկսում ես հասունանալ եւ մի օր կանգնում ասում ես այն ժամանակ մենք խակ էինք, մենք շտապեցինք։ Կարող է մարդը ապաշխարել, շատ լավ, զղջում ես, խակ էիր, բայց մի հարց, իսկ ուր են նրանք, ովքեր այդ պատճառով գայթակղվեցին եւ հեռացան։ Ուր են նրանք։ Դու ասեցիր ներողություն, ներիր Տեր, ներումներ ստացար, բա մնացածը դու կարող ես հետ վերադարձնել։ Արդյոք բոլորը վերադարձան եկեղեցի։ Կարող է ստացվել, որ ոչ։ Արդյոք բոլորը վերականգնվեցին, անկարծ կստացվում է, որ ոչ։ Բոլորի վերքերը բուժվեցին, ոչ։ 25 տարի առաջ, շատ չեմ խորանա մի քանի նախադասությամբ կասեմ, ինչու ասացի 25 տարի, հոգեկարաստական եկեղեցին պառակտվեց երկու մասի։ Չեմ մանրացնում, որ չդատենք աչք կամ ձախին, բայց մի բան կասեմ։ Մի մասը պինդ կպած էին ավանդապաշտական կամ ծիսական պահպանողական հայացքներին, որ փրկենք դա, մի մասն էլ ազատամտություն էին ուզում էին մարմնավոր ինչ-որ բաների մեջ էլ իրենց ազատությունը դնել եւ ստանալ։ Պայքարեցին, պառակտվեցին ու 25 տարի հետո ես ինքս երբ որ խոսում եմ մի շատ հարգարժան մարդու հետ, շատ սիրալիր, մեր մեջ խնդիր չկար, սիրուն գրկեցինք, համբուրվեցինք, ողջություն հարցեցինք, հետո մի պահ խնդիր եղավ անդրադառնալու, վերադառնալու նախկին այդ վիճակին, էլի, թե ինչ եղավ, էլի, ինչի համար այսպես եղավ եկեղեցիների պառակտությունը։ Եվ ես իր վերանից լսեցի հետևյալ նախադասությունը. այն ժամանակ մենք խակ էինք, մենք շտապեցինք։ Երբեք չէի ուզենա այդ բառը լսել այդ անձնավորության շուրթերից, որովհետև այնքան շատ է ես իրան սիրում, այնքան շատ եմ հարգել։ Եվ որ եկատուն այնպես տխրություններ էի չել իմ վրա։ Մտածեցի ու նույն բառերը ես ասացի։ Տեր, մենք էլ էինք այն ժամանակ խակ, մենք էլ շտապեցինք։ Այսինքն ինչ որ բաներ կար, կարելի էր ուրիշ լուծում տալ, խելացի մոտեցում ցուցաբերել։ Բայց երբ որ սկսեցինք ամեն մեկը ակլորանալ երկու կողմից ինչ որ գրոհել բան ստանալու համար, ստացան իրենց ուզածը, բայց կորցրեցին եկեղեցին։ Ինչ եմ ասում եկեղեցի, որտեղ եկեղեցին ինչ որ խումբը չէ, Քրիստոսի եկեղեցին մեկ եկեղեցի է, տիեզերական, ալֆայից մինչև օմեգա բոլոր դարերի քրիստոնյաների վերածնված մարդկանց գումարը, հավաքը։ Եկեղեցին փոքր հասկացողություն չէ, շատ մեծ։ Դրանց առաջանում են բաժանություններ, նոր հասկացողություններ, նոր իրար հանդեպ թշնամանքներ, իրար հետևից քար շպրտել։ Ես մի քանի օր առաջ մատ երիտասարդ պատգամ էր տալիս, ասի լսեմ էլի մի հետաքրքիր էր խոսում,
լավ էր, լսեցի, հասամիտե, որ ասեց անվանական վարկաբեկել ինչ-որ մարդկանց։ Եկեղեցու հովիվների անունները տալով, նեղվեցի։ Ասի, այսքան քո լավ ասած բաների մեջ, այս սխալները դու ոնց ես թույլ տալիս, ինչ իրավունք ունես դու մեկի անունը վարկաբեկելու համար համացանցում խոսել եւ ասել։ Ով ես դու։ Դու դատավոր ես, դու Աստված ես։ Դու ինչ ես ներկայացնում քեզնից։ Սա ցույց է տալիս խակություն, որ մեկ հելա մի բան ասեց, հերոսություն կարծես արեց, բայց չարեց։ Եվ ասեն, որ այս պայքարում բաժանության որ տեղ ունեցավ, երկու կողմն էլ պարտվեցին։ Հաղթող չի եղել։ Ինչու՞, որովհետև եկեղեցին բաժանվեց։ Ով է ուզում եկեղեցին բաժանվի։ Սատանան։ Սատանայի սկզբունքը է դարերից է գալիս, բաժանիր որ տիրես, սա ժողովուրդների ազգերի մեջ էլ կա, բաժանիր որ տիրես։ Եվ այդ բաժանություններից հետո շատ բաներ կորցվեց։ Եվ ամենամեծը կորցվեց վստահությունը իրար նկատմամբ։ 25 տարի կամ 50 տարի հետո տխուր նայում ես քո անցյալին ու ասես մենք խակ էինք այն ժամանակ, մենք շտապեցինք։ Իմ ամբողջ խնդիրը սա է, որ այսօր մենք չշտապենք ինչ-որ բաներ անելու, որի համար հետո կարող ենք հառաչելով ասենք, ինչի համար էսպես արեցինք։ Որքան որ քո իշխանություն բառը օգտագործեն, բայց իշխան մի հասկացեք, էլի, քո իրավունք է, այս առումով։ Մեծ է այնքան դու պետք է քո որոշումների մեջ դառնաս կշռադատված։ Որքան շատ մարդ է լսում քեզ, քո խոսքերի մեջ նույնպես պետք է դու դառնաս կշռադատված։ Ուրիշ բան է, որ ասենք ես ու Հայկը իրար հետ նստենք մի բան խոսենք, ուրիշ բան է, որ ես կանգնած խոսում եմ 500 մարդու առաջ։ Ուրիշ բան է, որ ես խոսում եմ 10,000 մարդու առաջ կամ համացանցով միլիոնները կարող են լսել քեզ։ Խոսքերդ պետք է դառնան շատ խիստ չափավոր կշռադատված։ Ավելի լավ, ինչպես ես անձնական ասեցի, թղթի վրա գրած ճիշտ կարդաս, քան թե ակլորանաս քեզ տնես ես իմ ինչի տեղ բանավոր ասելով սխալվես։ Որտեղ խնդիրն է չէ, որ մենք ցույց տանք, որ մենք շատ լավն ենք։ Չէ, ըսկի է լավներ չենք, մենք էլ մարդիկ սովորական կարող ենք մեր հնարավոր սխալները, վրիպումները թույլ տալ։ Որի պատճառով պետք է մեր խոսքն դառնա կշռադատված։ Որքան շատ մեծ իշխանություն է քեզ վստահված, այնքան ավելի շատ դու քեզ հարց տուր, արդյոք չեմ սխալվում իմ այս խոսքի եւ որոշման մեջ։ Եղիր զգույշ։ Մանավանդ երբ Աստծո խոսքում այդպես գրված չէ, մի պնդի, որ այդպես է գրված։ Դուք ուղղակի ես ամենամեծ սխալներից մեկը։ Իսկ եթե մեկը սկսում է միշտ կասկածել իր վրա, արդյոք ճիշտ եմ իմ որոշումների մեջ, մի անգամ էլ աղոթեմ, մի անգամ էլ նայեմ, մի հատ էլ կարդամ, մի հատ էլ խորհեմ, սա թուլություն չէ, իմ սիրելի եղբայր քույրեր, սա արդեն խոսում է հասունության մասին, որ մարդը չի շտապում, որովհետև գիտի իր խոսքի արժեքը։ Հակոբոս 1:19-ում գրված է. ամեն մարդ թող արագ լինի լսելու մեջ եւ դանդաղ խոսելու մեջ։ Հետաքրքիր է, որ մի քույրիկ ինձ այս մասին երկու բառ ասած շատ դուրս եկավ։ Ասեց արագ լինել լսելու մեջ, դանդաղ խոսելու մեջ, մի օրինակ բերեց, ասում է հարսանեկի ժամանակ նստած էինք սեղանին, մի հատ երիտասարդ տղա այնքան բարադի խոսած, ջրիկ ասած, մի երկու բաշակել խմել էր, ջրիկ խոսած, մեկն ասեց տղա ջան, Աստված մարդուն երկու հատ ագանհատև է, դուր մի հատ բերան, որ դու երկու անգամ ավելի լսած, նոր մի անգամ խոսես։ Այսինքն մենք ավելի շատ, այստեղ ասում է, ավելի շատ արագ եղիր լսելու մեջ, դանդաղ խոսելու մեջ, եւ ավելի ասում է դանդաղ բարկանալու մեջ։ Մեզնից ովքեր են բարկությունից ազատ, ոչ չի ժայնանում։ Կա տենց մարդ։ Չկա։ Մեր քույրիկ կա, չի բարկանում, հրաշալի է։ Բայց եթե բարկանում եք, չէ, Սուրբ ասում է, եթե բարկանաք էլ մեղք մի գործեք, այսինքն թող ձեր բարկությունը չտանի ավելի վատ հետևանքների։ Թող արեգակը մայր չմտի ձեր բարկության վրա, այսինքն ավելի վատ հետևանքների չտանի։ Բարկությունը կարող է քեզ դնել մի վիճակի մեջ, որ մի կոպիտ արտահայտություն անես, հետո այդ կոպիտ արտահայտության համար ստիպված ես 100 անգամ ներողություն խնդրելու։ Եթե դրանով այդ հարցերը փակվում է։ Ծննդոց 49-րդ գլխի 5-ից 7 խոսքերում, երբ որ Հակոբը օրհնում էր իր 12 որդիներին եւ նրանց պատվերներ էր տալիս, խորհուրդներ էր տալիս, ինչ որ
ոնց որ իրանց ժառանգության տեղներ ցույց տալիս։ Տեսեք ինչ ասած Շմավոնի եւ Ղևիի մասին։ Ասում է Շմավոնն ու Ղևին եղբայրներ են։ Բռնության գործիքներ են նրանց սրերը։ Նրանց խորհուրդները մեջ թող չմտնի իմ անձը։ Նրանց ժողովին չմիանա իմ փառքը, քանզի իրենց բարկության մարդ սպանեցին եւ իրենց կմաժիկով ցուլի ջիղ կտրեցին։ Անիծյալ լինի նրանց բարկությունը, քանզի կատաղի էր։ Անիծյալ լինի այն ցասումը, որ խիստ էր, քանզի խիստ էր։ Այսինքն տեսեք, անգամ հայրը իրեն վերջի օրհնությունը տալուց հիշեց, որ իր տղաները մարդ սպանեցին։ Սիրարվել էին իր քրոջ վրա, ինչ որ անգամ խնամախոսության եկան, դու կարող եք չհամաձայնվել, բայց այդպես վերաբերվել դու դրա իրավունքն չունեիք։ Դրա համար սիրելի իմ քույրեր, եղբայրներ, եթե դուք ունեք հասունացած աղջիկներ, հատկապես կգան խնամախոսության, սիրով ընդունեք, բաց սրտով ընդունեք, թող աղջիկն ասի ոչ, դուք էլ ասեք մենք չենք կարող հարկադրել, ոչ, այսպես ենք որոշել։ Դուք նորից մեր համար շատ թանկագին մարդիկ եք, բայց մեր խնամությունը պարտադիր չէ որ անպայման կայանա։ Վերջ։ Բայց եթե որ մարդուն սկսում ես անարգել, սա արդեն վատ է։ Պարզ է։ Ուրեմն ավելի ցանկալի է որ մտածենք, դեռ չգիտենք այնպես ինչպես պետք է իմանալ։ Եկեք սպասենք, չշտապենք, եկեք աղոթենք, նորից մի հատ լսենք միմյանց։ Կարող է պատեն ժամանակ ես շտապել եմ ինչ-որ բան ասել եմ, բայց այդպես էլ ճիշտ չեմ ասել, այդպես չի մտածում, ուղղակի այդպես տասից խոսքը։ Երկրորդ անգամ կարող ես ավելի կշարադատված ճիշտ ասեմ եւ ինչ-որ բաներ իրեն լուծում ստանան։ Հիմա երբ որ սկսում է քաղաքականացվել ինչ-որ հարցեր եկեղեցում, սկսում են շահարկել։ Օրինակ հիմա էլ շատերը, եթե վերցնես լիքը քաղաքական կուսակցություններ կա, բոլորը հայրենիքի անունից են խոսում։ Բոլորը։ Բայց հանկարծ տեսնում ես, որ ոմանք հայրենիքի անունը տալով շահարկում են, սիրտ շահելու, ձայն շահելու, ինչ որ բաների համար, որ հայրենիքը այդքան կարևոր չէ, որքան նրանք այդ բարձրաձայնում են այն։ Այս նույնը կարող է լինել եկեղեցում։ Հիմա, երբ որ մանավանդ ասացի պարակտում առաջանում, մարդուն ասում են դու ում կողմն ես, դու ում կողմից ես։ Դու ում կողմից ես։ Քրիստոսի կողմից եմ։ Չէ, դու ում կողմից ես։ Ալոյի թե բլոյի։ Արդ ոչ ալոյի, ոչ էլ բլոյի։ Ես Քրիստոսի կողմից եմ, բայց ալոյին էլ եմ սիրում, բլոյին էլ եմ սիրում։ Չէ, դու բլոյին բարև չտաս։ Բլոնից ինչ արե բարև չտամ։ Ես եղել մեր ամբողջ բաժանման հիմնական նյութը։ Բլոն ինձ ոչ մի լավ վատ բան չի արել, բայց ինչի բարև չտամ։ Այտենց ենք մենք որոշել։ Դե այտենց ես որոշել, դու չես ում բարև մի դու ես կտամ։ Ես այդ մարդու հետ հաց եմ կերել։ Այդ մարդու հետ հաղորդություն եմ ընդունել։ Մենք իրար ոտ ենք լվացել։ Մենք Քրիստոսի արյունն ենք իրար հետ ընդունել։ Մենք նույն Աստծո որդիներն ենք։ Խնդիրներ կան կարելի է լուծել, լուծում գտնել ուրիշ տարբերակով։ Ինչու հենց այսպես խստությամբ։ Հասկանալի է։ Եվ այդպես առաջացան բաժանություններ, եւ ցավալի է, որ առաջի բաժանությունները հենց առաջի դարում եղան Պողոս առաքյալի օրոք։ Հենց այն եկեղեցուն, որի հիմնադիրը Պողոս առաքյալն էր, Կորինթոսի եկեղեցին։ Պողոսի պես մեկը կգտնեք բոլոր դարերի մեջ, որ իմաստության ակն ու աղբյուրն էր, գրեթե։ Որտեղ նա ամեն ինչը հայտություններով Քրիստոսից առած էր խոսում։ Նրա բոլոր խոսքերը, որ գրվեց իր առաքելական ուղերձներում, դարձան կենթանի Աստծո խոսք։ Բայց Պողոսը ինչի հանդիպեց։ Վատեր աշխատել նրանց հետ, չէ։ Գործք 18-11 գրածա 1.5 տարի, մի տարի 6 ամիս։ Նրանց մոտ մնացի, սովորեցրեցի, խրատեցի նրանց։ 3-6-ը ես տնկեցի, Ապողոսը ջրեց, Աստված աճեցրեց։ Ով է Պողոս, ով է Ապողոս, ով է Կեփասը։ Որովհետև ոմանք ասում են մենք Պողոսյաններ ենք, մենք Ապողոսյաններ ենք, մենք Կեփասյաններ ենք, Քրիստոսյաններ ենք, չգիտեմ ինչ։ Միթե Պողոս խաչվեց դեր համար։ Միթե Պողոսի անունով մկրտվեցիք։ Անկամ ուրախ էր ասում, ուրախ եմ, որ ես շատերին չմկրտեցի, թե չէ ասիկ Պողոսի անունով ենք մենք մկրտվել։ Հանկարծ այսքանից հետո, որի հիմքը Պողոս առաքյալը դրեց, Առաջի Կորինթոս 3:10, որ ասում է. ես իմաստուն ճարտարապետի պես հիմք դրեցի, բայց ինձանից հետո ուրիշն է շինում,
Ուրիշն է շարունակելու այդ կառույցը։ Ես չգիտեմ իմաստուն կլինի դա թե հիմար։ Նույնը Սողոմոնն էր ասում, այսքան բան ես արեցի, դրեցի, Սողոմոնի թագավորությունը ոնց որ դրախտային երկիր դարձած լիներ։ Ասում ես ամենը արեցի։ Ու չգիտեմ ինձից հետո եկողը հիմար պետք է լինի թե իմաստուն։ Սողոմոնից հետո եկողը հիմար եղավ թե իմաստուն։ Հիմար։ Գիտեք ինչու։ Նա էլ շտապ մի հատ որոշում կայացրեց, հետո այդ որոշումը ճակատագրական դարձավ ամբողջ Իսրայելի համար։ Եկան յուղի մեծերը, երկար բարակ փոչերը, ջոչերը խնդրեցին թագավորին, ասացին. մեր վրա հարկը թեթևացրու։ Խնդրում ենք։ Ռոբովամն էր։ Ասես լավ, գնացեք, ես կհարցնեմ իմ խորհրդատուներին, ձեզ կասեմ։ Կանչեց ծերերին, ասեց, այսպեսի բան է ժողովուրդն ուզում, ինչ խորհուրդ կտակ, լսեմ նրանց խնդրանքը թե ոչ։ Ասացին լսի, կատարիր այդ խնդրանքը։ Եթե դու նրանց ծառայես, նրանք էլ հավիտյան քո ծառաները կդառնան։ Ասեց լավ, մի հատ էլ երիտասարդներին արցնեմ։ Կանչեց դեղնակտուստերին, ասեց, ինչ խորհուրդ տամ, դու չէ ասա դու ինչ եք ձեզնից ներկայացնում, իմ հայրը եթե ձեզ խարազաններով էր խրատում, ես ես կարիճներով պետք է խրատեմ։ Ոչ մի թեթևացնել։ Եվ սա պատճառ դարձավ, որ Իսրայելի 11 թե 10-11 ցեղերը հեռացան, մնաց մեկը մի քիչ ավել ցեղ։ Իր մի սխալ խոսքի սխալ որոշման պատճառով։ Ինչու՞, որովհետև նա լսեց նրանց խորհուրդները, ովքեր հասուն չէին, այդքան չէին հասկանում, որ ճիշտ խորհուրդներ տան։ Եվ եթե որևէ եկեղեցի խորհուրդ ունի եւ նրա խորհրդատուները, խորհրդի անդամները իսկապես խելացի հասուն մարդիկ են, նրանք կկարողանան խելացի ճիշտ որոշումներ կայացնել։ Եթե պրոստը քվեներով հավաքված ինչ-որ մի հատ խումբ է, այդ խորհուրդը միշտ կփչացնի, միշտ կխանգարի, միշտ չի թողնի, որ դու ճիշտ բան կատարես։ Եվ որքան ես որպես երկար տարիներ արդեն հոգևոր մարդ, ես տեսել եմ խորհուրդը միշտ խանգարել է գրեթե։ Քիչ բաների մեջ է որ օգուտ է տվել։ Մեծ ամասամ խանգարել է։ Ուրեմն շատ կարևոր է որ տվյալ անձնավորությունները լինեն հասուն մարդիկ։ Եվ Պողոսն ասում էր Առաջին Կորինթացի 1:12-13-ում թե միթե Քրիստոս բաժանվեց։ Եթե հարց է առաջանում մենք եւ նրանք կամ մեր կողմից թե ում կողմից, դուք հիշեք, ինչքան որ դու ես Քրիստոսինը, այդպես էլ գդիմացինն է Քրիստոսինը։ Եվ այստեղ խնդիրը առաջանում որ մենք չփորձենք սրա մեջ կորցնել ամենակարևորը, որ մենք եղբայրներ ենք։ Մենք քույրեր ենք։ Մենք Քրիստոսով մեկ ընտանիք ենք։ Երբ որ ընտանիքում մի հարց է առաջանում, կարող է մի սխալ հարց առաջանա, մի դժվար հարց, ոչ են տունը պարակտում 2-3-4 մասի ասի, ով ում կողմից է, բաժնվենք իրարից։ Չէ, ասում են, եկեք մի ընդհանուր որոշում գտնենք, մի ճիշտ որոշում կայացնենք, որտեղ մենք ընտանիք ենք։ Իսկ եկեղեցին դա Քրիստոսի ընտանիքն է։ Քրիստոսի մարմինն է։ Հավատարիմ ես այն խմբին, որտեղ դու մասնակցում ես։ Լավ է, ված չէ, բայց խումբը դեռ եկեղեցի չէ։ Իսկ ձեր խմբով քեզ հետ միասին դուք հավատարիմ եք եկեղեցուն եւ Աստծո ճշմարտությանը, սա շատ կարեւոր է։ Որ դու չկորցնես ամենակարևորը եւ ամենահիմնականը, որ վաղը սկսես անարգել քո այն եղբայրներին, որոնց ցերքից դու հաղորդություններ ընդունում, այն քույրերին, որոնք 1000 անգամ քեզ օգնել են քո կողքին եղել քո հիվանդության ժամանակ, քո դժվարության ժամանակ, քո դաշտմեղած աշխատանքի ժամանակ, շատ ու շատ հարցեր։ Անկարծ դու կարող ես մի րոպեում դրանք լցնես ջուրը, հավասարացնես հողին ու վերանա։ Սա արդեն ցավալի է։ Բոլորը սիրում են, որ իրենց կողքին կանգնեն, հրաշալի է։ Պաշտպանեն քեզ, ցանկալի է։ Վստահեն քեզ, հաճելի է։ Հնազանդվեն քեզ կամ կատարեն քո խոսքը։ Դա էլ ված չէ։ Բայց սա չպետք է լինի միակողմանի պահանջ։ Դրա հակառակ կողմն էլ պետք է դու նայես։ Լավ, ես ուզում եմ, որ դուք ինձ հավատարիմ լինեք։ Իսկ ես Աստծուն հավատարիմ եմ։ Դա կարևոր չէ։ Ես Աստծո խոսքին, բայց հավատարիմ եմ։ Սա ավելի կարևոր չէ, շատ կարևոր է։ Ես ինձ Աստծուց վստահված ժողովրդին հավատարիմ եմ։ Սա էլ է հարց։ Պահանջում ես հավատարմություն, բայց դու հանկարծ անհավատարիմ ես քո մնացած հարցերի մեջ։ Եվ ամենակարևորը պետք է նայես, դու
ծառայում ես ժողովրդին, թե ժողովրդին օգտագործում ես ի օգուտ քեզ։ Իսկ այսպիսի բաներ կարող են լինել։ Հիմա հարց, ինքդ քեզ կարող ես դու ինքդ քեզ ասա, մտքիդ մեջ ասա։ Ես մարդկանց միավորում եմ Քրիստոսի շուրջը, թե իմ շուրջը։ Սա շատ կարևոր բան է։ Քո հոգեբանությունը ինչպիսին է։ Եթե որևէ անդամ մի օր խոսքով ցույց է տալիս իմ սխալը, ես ինչ եմ անում դրանից հետո։ Դրա նկատմամբ սկսում եմ ինչ որ հակակրանք ապրել, դիրք վերցնել, օթերը փակել նրա, թե վերցնեմ Աստվածաշունչը, կարդամ, համեմատեմ նրա ասածը, ասո ճշմարտության հետ ու իմ իրական վիճակի հետ, եթե սխալ եմ, ասեմ, ներողություն եմ խնդրում։ Ես ուշադիր չեմ եղել։ Անպայման ես կուղղեմ այդ սխալը։ Կամ եթե սխալ չես, ապացուցես, որ ինքն է սխալ հասկանում ուղղակի։ Բայց սիրով, քաղցրությամբ, եւ դու երբեք մի առամարի դիմացինին։ Երբ որ Նաթան մարգարեն եկավ Դավթի մոտ, դե չմանրացնեմ, Դավթի սխալն չասած, պատմեց մի հատ առակ, Դավիթը զայրացավ, ասեց, կենթանիա Տերը, որ այդ մարդը մահվան արժանի, ասաց, այդ մարդը դու ես։ Հենց ուղիղ։ Հետաքրքիր է, որ Նաթանը ոչ մի բառ չավելացրեց, ոչ մի բառ չպակասեցրեց Աստծո ասածից։ Ոչ նա նվաստացրեց Դավիթին իր ասելով, ոչ էլ փապկացրեց, մեղմացրեց, որ Դավիթը իրան հանգարց շատ վատ չզգա։ Նա շիտակ ասած Աստծո խոսքը ուղիղ Դավիթի ճակատին։ Եվ այստեղ կարծես երկուսն էլ քննություն էին անձնում, եւ Նաթանը եւ Դավիթը։ Նաթանը որքանով ես հավատարիմ Աստծո պատգամին, որ քեզ ասած գնա այսպես ասա ու գնում ասում ես։ Երկրորդ Դավիթը ինչ դիրք կվերցնես դու այդ խոսքը լսելուց հետո, կդիմադրես, թե կընդունես քո սխալը։ Դավիթն ասաց. մեղանչեցի Տիրոջ դեմ։ Էլ ոչ աճ, ոչ ցաղ, էլ չսկսեց ուրիշ բաներ։ Չէ, կարող էր ասել, դուք գիտեք ում հետ եք խոսում, դու թագավորի հետ եք խոսում, ես ասո օտյալ մարդ եմ, դուք ինչ եք դերից դες բաներ չեղավ։ Նա ասաց, ես մեղք գործեցի Տիրոջ դեմ։ Սա Դավթի, որպես թագավորի կամ եկեղեցու ծառայողի մեծությունն է ցույց տալիս, ոչ թե չնչինությունը։ Այսինքն, եթե դու կարողանում ես ընդունել քո սխալը, առանց վատը զգալու, ավելի լավ է վատը զգամ սխալս ուղղելով, քան թե հետո վատը զգամ Աստծո դատաստանների առաջ կանգնած, եւ որ Աստված այդ նույն բանը կմեղադրի ինձ, ու ես չեմ կարողանա արդարանալ։ Համաձայն եք սրան։ Շատ լավ։ Ուրեմն մենք պետք է հասկանանք, որ մենք էլ կարող ենք սխալվել։ Իսկ դուք ուրախ եք, որ ձեր ժողովուրդը Աստվածաշունչ շատ է կարդում ու լավ գիտի։ Օրինակ յուրաքանչյուր հովի, ես լավ, այստեղ կոնկրետ ին վրա մատը ուղղվում, դուք էլ ձեր չափով ձեր պատասխանատվության մեջ կամ ձեր ընտանիքը, օրինակ Ռիփսիկ ինձնից ավելի լավ գիտի Աստվածաշունչը։ Շատ լավ, ինձ մի բան ապետ գնում, ասում եմ, Ռիփսիկ մի հատ գտի ես, ինուխտի դու գիտակ վարպետ ես։ Բայց լավ է իմ համար, որ ինքը լավ գիտի։ Մեկ էլ կարող է ասի բայց դու էսի ճիշտ չարեցի, դա Աստծո խոսքով չի։ Այդ ժամանակ դուրդ գալիս է, դժվար։ Չէ, բայց դա պետք է դուր գա, որովհետև դա ինքը չի ասում, եթե Աստծո խոսքով ասում, որ պետք է ընդունես Աստված։ Բայց երբ որ հանկարծ սկսում է ժողովուրդը Աստծո խոսքը չկարդալ, եւ մի օր այնքան է տկարանում, որ հովի ասած իրանց համար դառնում է ավետարան։ Եթե ասում ես, բայց ճիշտ չես, բան ասում եմ, մեր հովիվն է ասել, վերջ, եթե հովիվն ասել, ուրեմն ճիշտ է։ Սա արդեն ցույց է տալիս այդ եկեղեցու անկումը։ Տարիներ առաջ մի քույրիկ մոտեցավ ինձ, հարց տվեց, ասես ետրակ եղբայր։ Եթե եղբայրը որևէ բան է ասում, քույրիկը իրավունք ունի քննելու։ Ես ասում ոչ թե իրավունք ունի, ինքը իրավունք չունի չքննելու։ Բայց պետք է քննես, շատ բան կասի եղբայրը, այստեղ 100 հատ եղբայր կա, 100-ներ կարող է 50-60 բան ասեն։ Դու բոլորի ասածը ոչ ես ընդունի ճիշտ, որովհետև ասողը տղամարդ է, դա ոչ մի նշանակություն չունի։ Պետք է քննել։ Մի անգամ եղբայրական ժողով էր, ես ասեցի հարկավոր է սերտողությունները շատ խորացնել, որ ժողովուրդը մանրամասն ամեն ինչի մասին իմանա։ Մի եղբայր ասեց, եթե ամենք այդպես անենք, վաղ է ժողովուրդը մեզ չեն լսի։
Ասի հիմա ինչ անենք, մենք ժողովրդին խավարի մեջ պահենք, որ անդադ մեզ լսեն, այ որտեղ է գալիս հոգեբանությունը, որ մենք ինչ որ բան ծռում ենք այն գլխից, որպեսզի միշտ մեր ուզածը ստանանք, հելու հպատակ հնազանդ ժողովուրդ ստանանք, որոնք հանկարծ մի բան մատնացույց չանեն, սխալ որևէ բան եւ ցույց տան, որ սա պետք է ուղղել, կամ մի դժգոհություն, որ իսկապես բաց թողում է դա, պետք է այն լրացնել։ Բայց սրա համար պետք է հասունացում։ Բոլորիս համար, գումարած նաեւ հովիվը, իր համար առավել քան մնացածին։ Անսխալ մարդ չկա աշխարհում, անսխալ հովիվ չկա աշխարհում, անսխալ ծառայող չկա աշխարհում, անսխալ մենակ Աստված է, բայց հարցն առնում է, որ մենք կարող ենք մեր սխալները ընդունել եւ դրանից ապաշխարելով դուրս գալ։ Հիմա որպեսզի մենք դատավոր դուրս չգանք ու չշտապենք, մի հարց։ Ես վերջերս այս պատգամը պատրաստելուց ես ինքս ինձ հարց տվեցի։ Ասի, եթե հիմա այս խելքով դու լինեիր 25 տարի առաջ, դու շատ լավ հիշում ես ինչ խոսակցություններ տեղի ունեցան, դու ինչ էիր ասում, կողքիներդ ինչ էին ասում, ինչ եղավ այս ամեն ինչի մեջ, դու նորից նույն կերպ վարվեիր։ Ես պատասխանը ասում եմ Աստծո առաջ, ես ձեր առաջ, ոչ, այդպես չէի վարվի։ Ես խակ էի։ Իրենք էլ էին խակ, ես էլ էի խակ, բոլորս խակ էինք, մենք շտապեցինք։ Շտապողականության արդյունքը եղավ եկեղեցու պառակտում։ Ես չեմ ասում, ես որ ասում եմ, չմտածեք Հայաստան եկեղեցին ես եմ կիսվել, ես вообще ընդհանրապես չեմ կիսվել։ Մինչև հիմա ես ինձ անվանում եմ 50-ական եղբայր։ Ես հոգեգրաստական եկեղեցու զավակ եմ, ես չեմ փոխվել։ Ուղղակի մենք գետի աջ կողմի եղբայրներն ենք, իրանք գետի ձախ կողմի եղբայրներն են։ Բայց ամեն դեպքում խնդիրներ առաջանում, որը ցանկալի չէր։ Ուրեմն մենք մեզ չտեսնենք որպես անսխալական։ Իսկ ես կուզենամ վաղվա ծառայողների համար մի քանի խորհուրդներ տալ, կարծում եմ ես էլ ծերացած մարդ եմ, իրավունք ունեմ ինչ-որ խորհուրդներ տալու, որը եթե ճիշտ կհամարեք, լսեք, եթե ոչ։ Հիմա դու երիտասարդ ես, ուժեղ ես, գիտելիքներ ունես, միտքդ ճկուն է, քեզ լսողներ կան մարդիկ։ Հնարավոր է, որ քո պատասխանատվությունը սկսեն բարձրացնել քո աստիճանի բարձրացման։ Ասենք քեզ ուզում են ձեռնադրել երես, սարկավակ կամ ավակ երես, ես չգիտեմ ինչպիսի մի բան։ Հիմա ես կասեմ, ոչ թե վախեցիր այդ աստիճանից, վախեցիր հանկարծ սխալ որոշումներ չկայացնես։ Քո պատասխանատվությունը մեծանում է, ինչպես ասացի, որքան քեզ լսողները շատանում են, քո պատասխանատվությունը ավելի է մեծանում, որ դու սկսես ճիշտ վարվել։ Արդյոք դու հասնում ես այդ պարագաներում ճիշտ որոշումներ կայացնելու։ Եթե ոչ, ավելի լավ է հասունանա։ Հիմա ասեմ, եթե խոսքը կվերաբերվի մարդու ճակատագրի մասին, չգիտեմ, ճակատագիր բառը կարող է սխալ բառավորից օգտագործում եմ, ավելի հարմար բառ չեմ գտնում։ Մի շտապիր։ Քո շտապողականությունից կարող է մարդու կյանքը փոխվել։ Հնարավոր է դեպի վատը լավի փոխարեն։ Երբ որևէ մեկի ընտանիքի մասին է, մի շտապիր։ Դու քո սխալ խորհուրդով կարող ես այդ ընտանիքը քանդել։ Այդպես դեպք եղավ, որ ընտանիք էր, ապրում էին արտուկին, բայց զաքսավորված չէին։ Երեխեք ունեն ամեն ինչ, կան այդպես ընտանիքներ, որ զաքսավորված չեն։ Ասին պետք է զաքսավորվեք։ Ասում եմ ամուսին անհավատ է, ինքը չի լսի իմ ասածը, ինքն է որ չի թողում զաքավորվեն։ Ասում չի, ուրեմն դու շնության մեջ եք։ Այ մարդնա, 60 տարի մենք իրար հետ ապրում ենք, ինչ շնության մասին է խոսքը, դու ինչ նոր բան են արեցիր, չէ, դա շնության մեղ կա։ Ստիպեցին, որ զաքսավորվեն, չհաջողվեց, բաժանվեցին։ Մարդու կնիկ բաժանվեցին։ Համարեցին հարցը լուծված։ Այդ խորհուրդ տվողը խելացի էր։ Ես կարծում եմ, չէ, խելացի չէր։ Եթե մենք Զաքսի գրքույկը վերցնում ենք որպես չափանիշ, լավ, Զաքսը ինչքան ժամանակագոյություն ունի, թող մի 100 տարի, 200 տարի, 500 տարի, բայց մեկ քրիստոնեությունը 2000 տարվա պատմություն ունի, այն ժամանակ Զաքս չկար, օրինակ ամուսնությունը չէր։ Բարձ է։ Եթե խոսքը վերաբերում է որևէ ծառայողին ծառայությունից հեռացնելու համար, մի շտապիր։ Հնարավոր է, որ դու ճիշտ չես
վարվում։ Իսկ եթե բաժանման մասին է եկեղեցու, 1000 անգամ ճիշտ մտածիր, որտեղ սա ավելի վտանգավոր է։ Ավելի լավ է երկարաղոթես, ավելի լավ է ուշ որոշում կայացնես, բայց հաստատ անսխալ, որ հետո չգան օրեր, որ դու կանգնես քո ավերակների վրա շտապողականության ու ասես, այն ժամանակ մենք խակ էինք, մենք շտապեցինք։ Ուրեմն ձեզ հետևում են մարդիկ։ Ամեն մարդ ունի հետևորդ։ Ինչ-որ բաներ մենք ունենք թղթերի վրա գրված անուններ։ Շատ տեղը եկեղեցու անդամների անունները գրված է հատուկ ցուցակներում։ Չեմ ասում վատա, գրել եք, ձեր եկեղեցու անդամներն են, դուք որպեսզի ավելի լավ ճանաչեք։ Ուրեմն որևէ անգամ ասու մարդու հետ գործ ունենալուց դու թվականակ մի նայիր նրանց, այլ նայիր անհատականություն որպես անձ։ Մի ասա, այսքան մարդ։ Երբ որ ես մի պատվավոր մեկի հետ խոսում էի, ասացի, ինչ պետք էր էլի, որ եկեղեցին երկու մասի բաժանվեր, ինքը ուղղեցին, ասեց, ոչ, երկու մասի չի բաժանվել, ընդամենը 3000 հոգի են գնացել։ Լավ, ասենք ես չեմ հաշվել, 3000 հոգին, էդի 3000-ատ ինչ որ լուսկու չոփեր։ Գիտեք, այդ 3000 մարդու մեջ սիրտ կար, ընտանիք կար, երեխաներ կային, հավատ կար, ծառայության տարիներ կար, ապագա կար։ Դու ոչինչ համարեցիր։ Դա ցույց էր տալիս, որ դու մարդկանց հետ հատերով եք վերաբերվում, հոտերով եք վերաբերվում, ոչ թե անհատականությամբ։ Անկամ մեկին հոգևոր աշխատանք տանելու համար ռկոպալը ասես պեչե օբշի ինչու ընդհանուր բաները մենք կարող ենք ասել, հիմա էլ ասում ենք, բայց մարդիկան մեկ առ մեկ նրա հետ պետք է դու տնես, բացատրես, խոսես, օգնես, աղոթես, որպեսզի կարողանաս նրան իսկապես օգուտ տալ։ Հիսուսը ինչպես էր վերաբերվում իր ոչխարներին, իր հոտին։ Դե ոչխար գիտեք փոխաբերական իմաստով։ Հովհաննես 10:14-ում ասում է. Ես ճանաչում եմ իմ ոչխարներին։ Ես իմ ոչխարներին ճանաչում եմ։ Այսինքն Հիսուսը հիմա ինձ ճանաչում է, բա ո՞նց չի ճանաչում։ Ասում քեզ էլա ճանաչում։ Ասում քին էլա ճանաչում։ Քեզ Կարեն ջան չի ճանաչում, ո՞նց չի ճանաչում։ Այսինքն որ Հիսուսը մարդուն անունով ճանաչում, ես հատով եմ հաշվում։ Հասկանալի է։ Եվ Հովհաննես 10:3-ում ասում է, իմ ոչխարներին անունով եմ կանչում։ Անկամ անունդ գիտի, ոչ թե միայն քեզ ճանաչում է, անունդ էլ գիտի։ Օրինակ Հիսուսը որ ինձ դիմի, ինչ կասի, սեթո կասի, թե սեթրակ։ Բայց իմ անդամը կարող է սեթո ասի։ Այս չեմ նեղանում սեթոից, թե սեթոն էլ դա սեթո ասեն, ես սովորում սեթոին։ Բայց երբ որ մենք ավելի պատվարժան ենք ուզում վերաբերվել մեր եկեղեցու անդամին, մի ասա սվո, ասա սվետ։ Մի ասա հայկո, ասա հայկ, կամ հայկարամ։ Հասկանալի է։ Այսինքն համաձայն եք իցეთ, եկեք մենք անուններն էլ ճիշտ տանք էլի, որտեղ Աստված այդպես է տալիս այդ անունը։ Աստված քեզից ավելի ցածր չէ, ոչ էլ քեզից ավելի դու ավելի խելացի չես։ Մենք էլ այսպես վարվենք, դա փորձեք, տեսնեք որ կստացվի։ Անկամ ձեր տան անդամներին այդպես ասեք։ Կարող է պստիկը ասեք սվետիկ, որ մեծ էլա դարա պարավ ասում սվետիկ, եկա պարավ կնիկա, հələ սվետիկ։ Մենք փորձենք փոքր բաներ են, բայց ուղղենք։ Ուրեմն եւ եթե դու գործ կունենաս այդ մեկի հետ, որին ասացի Հիսուսը անունով է ճանաչում, նրա հետ այնպես վարվիր, ինչպես Հիսուսի զավակ, Հիսուսի եղբայր։ Եվ որևէ բան նրա մասին որոշելիս խորհուրդ կտամ, որ ձեռքերդ դողան։ Այսպես գնահատենք մենք իրար։ Հակառակ դեպքում վաղը մենք մի ուրիշ ճեղքված կարող ենք ունենալ, Աստված մի արասե։ Ու մեզ կարդարացնենք դրա մեջ ինչ որ բաներ գտնելով, սխալ ու ճիշտ, բայց կորցնելով ամենամեծագույնը, որ մենք եղբայրներ էինք Քրիստոսով, մենք մի գին ունեինք գնված, դա Քրիստոսի արյունն էր։ Եվ այնինչ Աստված արեց երկնքի փառքը թողնելով գալով երկիր, մենք կանգ առանք Գողգոթայի այդ նախատինքների ու չարչարանքների վրա, այդ մարդուն փրկագնելու համար։ Եվ Տերն ասում էր, ես չեկա աշխարհը դատելու, այլ որպեսզի աշխարհը ինձանով փրկվի։ Եվ մենք այդ փրկության մեջ մտած մարդու հետ հանկարծ վարվում ենք ոչ ճիշտ
ու մեր սխալ վարմունքի պատճառով կորցնում ենք նրան։ Ուրեմն եթե մի հատ հարց քեզ առաջին հարցը ով է մեզ հետ սրա մասին մտածելու փոխարեն մտածի որտեղ է Քրիստոսը այս ամենի մեջ։ Ուրեմն իմ խումբ, ձեր խումբ այս հասկացողությունը մոռացեք։ Ինչպես հաղթենք մյուս կողմին։ Ես ինչ որ մրցույթ չէ երիտասարդական կազմակերպած, որ ինչ որ բան եք հաղթող պարտվող, սա կյանքի վերաբերվող խնդիր է։ Ուրեմն ավելի լավ է մտածես ինչպես շահեմ իմ եղբորը հաղթելու փոխարեն։ Եթե դիրքի հարց կլինի, ինչպես պահպանենք մեր դիրքը, ավելի լավ է մենք մտածենք ինչպես պահպանենք Քրիստոսի մարմնի միությունը առանց ճշմարտությունը զոհելու, չլինի որ մենք այդ միության պատճառով ճշմարտություններ զոհենք։ Ասացինք ճշմարտությունը չպետք է զոհվի, այն պետք է կատարվի ճիշտ, ինչպես որ կա, որքան էլ անողոք լինի ճշմարտության պահանջը, բայց կողքից նաև չմոռանանք ողորմությունը։ Որովհետև ինչպես որ մեղին վարձքը մահեր, նաև Աստծո ձրի պարգևը հավիտենական կյանք էր մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, սա կողքի դրված ողորմությունն էր, որը պետք է անտես չանենք։ Որևէ բան անելուց արագ մի կտրիր։ Ովքեր են դերսակություն արել կամ ինչ որ բաներ եք կտրել, շորեր, վիկրոյք եք անչի տնում կտրում եք ինչ որ շոր կարելու համար։ Մկրատարդում խռը մի անգամից կտրում եք, թե մտածում եք նոր։ Օրինակ եղել է որ կտրել բրծացել, վայ, սխալ տեղից կտրեցի։ Էլ դարի կպցրա այդ։ Հələ շորը կարող է մի հատ կարգ տանք ցես կպցնես, բայց յանքում բաներ կա արագ կտրելու պատճառով էլ չես կարողանում այն վերականգնել։ Ուրեմն, եթե մենք սխալ ենք ձեռք տվել Աստծո ստեղծվածին, մի օրնակ կկանգնի Աստծո առաջ, դու եք կկանգնես նույն Աստծո առաջ պատասխանատվության։ Դրա համար արագ մի հասու դմպտուր մշկին կամ գլխին։ Մտածի նոր արա այդ բաները։ Կամ տես արդյոք ճիշտ էր կամ իրավունք ուներ դու այդպես վարվելու։ Գա մի օր սիրելի իմ քույր եղբայրներ մոտենում եմ այս ավարտին։ Դուք գիտեք մեր կյանքը կվերջանա։ Մի օր չգիտեմ ում հետ ենք ես մի քանի օր առաջ խոսում, ասում եմ մեկ-մեկի մտքով անցնում եմ, մտքով այդում եմ մեր փողոցը, փոքր երեխայի, պստելիկ։ Հիշում եմ այն ժամանակվա պապիներին, տատիներին, մեկ-մեկ հիշում եմ։ Հետո նրանք գնացին անցան։ Եկան մեր հայրերն էլ անցան։ Իմ հասակակիցների հայրերը չեմ կարծում թե մեկը կլինի որ կենթանի ունենա արդեն 70 տարեկան, դու ես 70-ից մի հատ էլ հայր ունենաս, որ հայրը 90-100 տարեկան լինի։ Հայրերն էլ անցան։ Հիմա մենք ենք հայրերը, մենք էլ կանցնենք։ Ինչքան ուզում եք ասեք, չէ, այտենց բան մի ասա, դու երկար մի խափեք։ Ես գիտեմ, երբ հրամանն եկավ երկինքից, դուք ինչքան ուզում եք ոչ ասեք։ Երկինքը ընդ շոյք տատին ընդ վայելում է տիրոջ քաղցրությունը վայելքը, մենք ստե անդադ ճկնենք։ Այդքան այնտեղ։ Չէ՞ որ մեր նպատակը վերջն այնտեղ է։ Ուրեմն տեսեք, մեր պաշտոնները կվերջանան, երեսեսեղե, հովիվեսեղե, եպիսկոպոսեսեղե, կաթողիկոս, հետը չես տանելու երկինք։ Մեր արսանագրությունները, որ ունենք սենց լիքը տաստեքով կվերջանա, կմնան դարակներում, կօգտագործեն թե չեն օգտագործի, այդ իրանց գործն է, բայց դու եթե չես տանելու, մեր բոլոր որոշումները կմոռացվեն։ Իհարկե, եթե կոպիտ սխալ որոշումներ չես արել, որ քեզ կտանի դատաստանի առաջ։ Ու մենք Տիրոջ առաջ կկանգնենք։ Սիրելի իմ եղբայր կամ քույր, եթե մի օր կլինի տարբերություն քո դիրքը կկորցնես, թե ճշմարտությունը որոշի։ Դիրքը կորցրու, ճշմարտությունը ոչ։ Եթե պետք է ընտրես ապաշխարություն կամ հեղինակություն, ընտրի ապաշխարությունը, թու հեղինակությունը կորչի։ Դու հիմա սխալն արել ես, ավելի լավ ասես սխալվել եմ, այդ ընդունես ապաշխարությամբ, քան թե պնդես քո հեղինակության համար ու մի օր քո գործերը կգնան դեպի Տիրոջ առաջ։ Եթե մի օր կլինի շահել եղբորը, թե հաղթել եղբորդ, ընտրի եղբորը շահելը։ Որ չլինի, թե մի օր մենք, ինչպես ասացի, կանգնենք մեր ավերակների վրա ու փոշմանենք, թե այս ինչերը մենք արեցինք եւ խոստովանենք, թե մենք այն ժամանակ խակ էինք, մենք շտապեցինք։ Հիմա գամ վերջաբանին։
Ուրեմն այսօր երկիրը շատ եկեղեցիներ կան, որից մեկն էլ մերն է։ Շատ հարանվանություններ կան։ Մերն էլ դրանից մեկն է։ Շատ տարբերություններ կան։ Մենք էլ ինչ որ ձևով տարբեր ենք մյուսներից։ Ճիշտ թե սխալ, թող դա Աստված որոշի։ Կան բազմաթիվ անհամաձայնություններ իրար հետ։ Կարող է դա լինել։ Բայց հիշեք, շատ երկինքներ չկան։ Որ ասենք, էսի մեր եկեղեցու երկինքն է, էս էլ մյուսների երկինքն է, ասա էլ այն մյուսների երկինքն է։ Այդպես երկինքներ չկա, մի երկինք գոյություն ունի, որտեղ պիտի մտնեն Աստծո սուրբերը, կամ մենք կլինենք այնտեղ, կամ չենք լինի։ Հույս չտնեք, որ մարդը մի հատ երկինք կա պատրաստված քո որոշումներով, քո հայացքներով, քո վարդապետությամբ։ Համաձայն եք սրան։ Այո։ Ուրեմն կարող ես որոշ հարցերում տարբեր մտածելակերպ ունենալ, գուցե սա նորմալ է ինչ որտեղ։ Կարող եք ունենալ եկեղեցական տարբերություններ, կարող է լինել։ Կարող ենք նույնիսկ ինչ որ հարցերում մենք համաձայն չլինել միմյանցից, բայց երբեք թույլ չտանք, ինչպես բազմաթիվ անգամ կլինեցի, որ մեր եղբայրական փոխհարաբերությունները առ ոչինչ դառնա։ Որովհետև այդ դեպքում մենք կորցնում ենք ամեն ինչ։ Մենք կորցնում ենք նպատակը եկեղեցու։ Քրիստոսի կատարածի նպատակն ենք մենք ոչնչացնում։ Որ կարծես թե մարդիկ կան, որոնք մեր համար մարդ չեն կամ նշանակություն չունեն։ Եթե դու Քրիստոսին ես, հիշիր, որ քո կողքին էլ է Քրիստոսինը։ Մենք եղբայրներ ենք։ Եթե մենք եկեղեցու տարբեր շենքերում ենք հավաքվում, նորից հիշենք, Աստված մեզ մի տեղ է պատրաստել երկնքում, որտեղ տարբեր շենքեր չկան։ Մենք լինելու ենք Աստծո թագավորության մեջ, կամ չենք լինելու։ Հարանվանություններն էլ կվերանան։ Մեր եկեղեցու անունը Բեթել է։ Ոմանք կապել են ասում են Բեթել պետք է չլինի, ինչ է այդ անունը դրել։ Ալա մի օր այդ Բեթելն էլ չի լինի։ Երկնքում այդ էլ չեն ասեցի Բեթել թաղամասն է։ Այդ անուններն էլ դրված է այնքան իրարից տարբերելու համար։ Սրանք էլ կգան մի օր կդառնան ոչինչ, բայց Քրիստոսի արյունը ոչինչ չի դառնա եւ Աստծո խոսքը ոչինչ չի դառնա։ Մի անգամ մի տղա գնում է արտասահման սովորելու, մի մայր է ունենում զերացած։ Հետո սովորում վերադառնում է, այս մայրը սկսում է իր որդու հետ Աստծո խոսք խոսել, դե չի ուզում մորը կոտրի, ինքը անհավատ ալնում։ Ասում է դե մամ, հա, լավ, Աստված, քո Աստվածը, հա, թող ճիշտ լինի, բայց լպատկերացա այդ Աստված, երկնքում նստած, այսքան շատ ժողովուրդ անթիվ անհամար, դու այս Աստծո առաջ այդ մարդիկ չնչին բան չեն։ Ասում է որդիս, կարող է մարդիկ քո համար չնչին լինեն, բայց Աստծո խոսքը չնչին չէ։ Երբ Աստված արժեք է տալիս մի բանի, դու այն արդեն չնչին մի համարի։ Նա արդեն արժեք է եւ այդ արժեքն Աստված տվեց։ Իսկ այդ արժեքը մենք պետք է հասկանանք ու գնահատենք։ Երեսներն էլ կմնան այստեղ, կաթողիկոսներն էլ կմնան այստեղ։ Եվ մի օր բոլորս կկանգնենք Աստծո առաջ։ Ուրեմն եթե մեր մեջ կարող է տարաձայնություններ լինել, անենք լուծում գտնենք առանց թշնամանալու, եթե հակադարձում ես, արա առանց վիրավորելու, եթե ուղղում ես, արա առանց նվաստացնելու դիմացինին։ Ինչպես որ մենք վստահ ենք, որ պատկանում ենք Քրիստոսին, հիշենք, որ նրանք էլ են Քրիստոսին պատկանում։ Եվ վերջի մի բան ուզում եմ միասին դավանության պես ասենք բարձրաձայն ու խելոք նստեմ։ Ահա։ Ասա, երկրի վրա եկեղեցական հարամանությունները շատ են։ Բայց եկեղեցին մեկը։ Հովիվները շատ են։ Հովվապետը մեկը։ Մարմնի անդամները շատ են։ Մարմինը մեկ։ Տերը մեկ։ Երկինքը մեկ։ Ուրեմն մեր հավատարմությունը սկսենք նրանից, Քրիստոսից։ Ում կոչում ենք հավատարիմ եւ ճշմարիտ։ Եվ թող երբեք չավարտվի այնտեղ, որտեղ սկսում է մեր եկեղեցական ցանկապատը։
Հավատքը ասում վստահելն է։ Հավատարմությունը այդ վստահության մեջ հաստատուն մնալը։ Ցավոք սրտի այդ ցանկապատերը կան եկեղեցիների մեջ, ոմանց համար դռները փակ են, ոմանց համար այդ դռները բաց են։ Տերը օրհնի ձեզ։ Մի քիչ ծանր էր գուցե այսօրվա թեման, եթե որևէ մեկին դուր չեկա, դուր գալու բան էլ չէր։ Դուր գալու բան էլ չէր, որտեվ ես ասեմ, որ տեղերը խմելուց այդքան էլ դուրեկան չեն, բայց օգտակար։ Տերը օրհնի ձեզ։